Ուկրաինական ներքաղաքական ճգնաժամի պայմաններում այս րոպեներին նախատեսված է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի մասնակցությամբ նրա կուսակցության խորհրդարանական խմբակցությունում իրավիճակի վերաբերյալ քննարկում։ Քիչ առաջ այս տեղեկությունն Ազատություն ռադիոկայանին հայտնել են Պետրո Պորոշենկոյի բլոկ խմբակցության լրատվական ծառայությունից։ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի անտեսված խնդրանքից վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարական չտալուց երեկ երեկոյան Ուկրաինայի Գերագույն Ռադայում կառավարությանն անվստահություն հայտնելու փորձերի ձախողումից հետո այսօր հայտնի դարձավ, որ Բատկիվշինա խորհրդարանական խմբակցությունը լքում է կոալիցիան։ Որոշման մասին հայտարարելով կուսակցության առաջնորդ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն վկայակոչել է երեկվա քվեարկությունը։ Фракція «Батьківщина» сьогодні на своєму вранішньому засіданні Բատկիվշինա խմբակցությունն այսօր առավոտյան տեղի ունեցած նիստի ժամանակ միաձայն կայացրել է որոշում դուրս գալ կոալիցիայից։ Մենք պետք է արձանագրենք, որ ժողովրդավարական ուժերի կոալիցիա, Եվրոպամետ կոալիցիա այս խորհրդարանում երբեք չի եղել։ Європейської коаліції в цьому парламенті ніколи не існувало. Երեկ Գերագույն Ռադային ներկայացրած կառավարության հաշվետվությունից հետո գործադիր մարմնին անվստահություն հայտնելու հարցի կապակցությամբ կողմ քվեարկեց 194 падգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 226 քվե։ Յուլիա Տիմոշենկոն կոալիցիան բնորոշել է կլանային եւ մեղադրել երկիրը ծայրաստիճան ավերածության հասցնելու մեջ։ Բատկիվշինա կուսակցությունը կառավարությունում իր միակ նախարարին, երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարար Իգոր Ժդանովին հետ է կանչել։ Ժդանովը սակայն հայտնել է, թե հրաժարական չի տա։ Վարչապետ Արսենի Յացենյուկի խնդրանքով ես կմնամ աշխատելու կառավարությունում։ Հիմա պետության նավակ տատանելու ժամանակը չէ։ Facebook-ում գրել է նախարարը կոալիցիայից դուրս գալու վերաբերյալ Բատկիվշինա կուսակցության որոշումը գնահատել որպես քաղաքական ճգնաժամի խորացման սցենար։ Մինչ այդ Պետրո Պորոշենկոյի բլոկ խմբակցության ղեկավար Յուրի Լուցենկոն կոչ է արել կազմել նոր կառավարություն։ Յուլիա Տիմոշենկոյի հայտարարությանն արձագանքելով ազգային ճակատ խմբակցության ղեկավար Մաքսիմ Բուրբակին ասել է. հիմա Բատկիվշինան գնում է կոալիցիան քայքայելու ճանապարհով, այդ նախընտրությունը պատճառաբանելով կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքում խորհրդարանի արտահերտ ընտրությունների հնարավորության տապալման փաստով։ Ազգային ճակատ խմբակցության ղեկավարի խոսքով Բատկիվշինան դե ֆակտո դադարել է հանդիսանալ կոալիցիայի անդամ բնապահպանության նախարար Իգոր Շևչենկոյի հրաժարականից հետո։ Նրանք չէին աջակցում կառավարության նախագծերին։ Իդեպ այսօր Գերագույն Ռադայում անհնար է եղել կայացնել որևէ որոշում անհրաժեշտ քվորումի բացակայության պատճառով։ Որոշում ընդունելու համար անհրաժեշտ է 226 падգամավորի քվե, մինչդեռ այսօր Գերագույն Ռադայի նիստերի դահլիճում եղել է մոտ 100 падգամավոր։ Ուկրաինական ներքաղաքական ճգնաժամի կապակցությամբ արձագանքել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները։ The announcement to replace him, we believe, is a signal of Ukraine's seriousness about its reform process. Մենք նույնպես ուշադիր հետևում ենք ուկրաինական խորհրդարանում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին։ Մենք ուկրաինական բոլոր քաղաքական կուսակցություններին կոչ ենք անում առաջին տեղում դնել երկրի պահանջների հարցը։ Including in the prosecutorial service.